Բարև հարգելի ֆուտբոլասերներ, սիրողական ֆուտբոլի սիրահարներին հրավիրում եմ Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր ընկերական հանդիպման շրջանակներում միմյանց հետ կմրցեն Էջմիածին եւ Զովունի թիմերը։ Ճիշտ է, հանդիպումը ընկերական է, բայց այն խոստանում է ջերմ, բայց միևնույն ժամանակ մրցակցային մթնոլորտ։ Տեսեք, թիմերը արդեն խաղադաշտում են, ողջունում են միմյանց։ Եվ ընդամենը վարկյաններ անց գլխավոր մրցավար Գարիկ Բեգյանը կազդարարի հանդիպման մեկնարկը։ Երկու թիմի ավակները գլխավոր մրցավարի հետ քննարկում են, թե ով պետք է սկսի խաղադաշտի կենտրոնից։ Նշեմ, որ Էջմիածին թիմը խաղալու է այսօր բաց կապույտ համազգեստով, իսկ Զովունու ֆուտբոլիստները կարմիր համազգեստով են։ Այո, ընկերական հանդիպումները բավականին կարևոր են երկու թիմերի համար էլ մարզավիճակ պահելու, զարգացնելու համար, նոր տակտիկական սխեմաներ փորձելու համար։ Եվ ևս մի քանի վարկյան եւ հանդիպումը կմեկնարկի։ Տեսեք, ֆուտբոլիստները բավականին մարտական են տրամադրված, ճիշտ է, ինչպես սկզբում նշեցի, խաղն ընկերական է, բայց այնուամենայնիվ կա նաեւ մրցակցություն։ Խաղադաշտի կենտրոնից սկսում են Էջմիածնի ֆուտբոլիստները։ Եվ Գարիկ Բեգյանը ազդարարում է հանդիպման մեկնարկը, բարեկամներ։ Այո, Էջմիածինը ներկայացնում է Հայաստանի հոգևոր կենտրոնը, մի քաղաք, որն ունի հարուստ պատմություն եւ հիմա նաեւ ֆուտբոլային ներկայություն սիրողական ֆուտբոլում։ Իսկ Զովունին իր հերթին լինելով փոքր համայնք ֆուտբոլային լուրջ մոտեցում է ներկայացնում։ Այս պահին, բարեկամներ, իսկական ժամանակն է, որպեսզի ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին։ Սկսենք Էջմիածնից դարպասում համար 1 Վահե Մուրադյան, համար 4 Ռոբերտ Խլղատյան, համար 6 Ռաֆիկ Ղարիբյան, նա թիմի ավակն է, համար 14 Արշակ Պողոսյան, համար 7 Արտուր Ալավերդյան, համար 21 Ադոլֆ Հայրապետյան, համար 5 Գարիկ Գիգոլյան, համար 8 Վարդան Վարդանյան, համար 20 Արարատ Չիլինգարյան, համար 12 Նարեկ Սարգսյան եւ համար 22 Աբու Բաքար Սիլա։ Էջմիածնի գլխավոր մարզիչը Անատոլի Գաբրիելյանն է։ Անցնենք Զովունուն։ Զովունի դարպասում Արթուր Հովանիսյան, համար 1, համար 18 Վաչե Վարդանյան, համար 17 Անդրանիկ Սարգսյան, համար 16 Արամ Սահակյան, համար 21 Արտյոմ Սահակյան, համար 8 Արամ Մարտիրոսյան։ Տեսեք, գրոհում են Զովունու ֆուտբոլիստները դաշտի կենտրոնում գնդակի կորուստ։ Համար 6 Գևորգ Զարգարյան, նա թիմի ավակն է, համար 7 Էրիկ Բաբաջանյան, համար 19 Արման Մանուչարյան, համար 13 Հայկ Բարսեղյան եւ համար 9 Գոր Բրուտյան, գլխավոր մարզիչը Վահրամ Գևորգյանն է։ Կրկին Զովունու մոտ է գնդակը, ուժեղ հարված դեպի առաջ եւ խլում են գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները եւ առանց շտապելու փորձում եզրեր գտնել առաջ շարժվելու։ Գեղեցիկ փոխանցում էր
Պետք է փոխանցում կատարել։ Վտանգավոր է փոխանցում եւ շեղեր հարվածը։ Սա ավելի շատ հարվածի էր նման քան փոխանցման եւ գնդակը դաշտի մեջ կմցնի Արթուր Հովանեսյանը։ Սիրելի բարեկամներ, անդրադառնանք նաեւ պայստային ֆուտբոլիստներին։ Էջմիածին թիմում խաղի ընթացքում կարող են խաղադաշտ դուրս գալ Հենրիկ Համբարձումյանը, Սարգիս Աբրահամյանը, նա դարպասապահն է, Արամ Գևորգյանը, Արամայիս Մելքոնյանը, Սևակ Մանուչարյանը եւ Գեորգի Կոստենկով։ Իսկ հա Զովունու կազմում փոխարինման կարող են դուրս գալ Շահեն Ավետիսյանը, Սմբատ Գևորգյանը, Արման Բարսեղյանը եւ Դավիթ Բոնգուրյանը։ Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ է գնդակը։ Եվ գեղեցիկ փոխանցում է, գեղեցիկ է։ Հրաշալի են համագործակցում Էջմիածնի ֆուտբոլիստները, պետք է փոխանցում կատարել։ Ետ փոխանցում։ Հնկնում է գրոհի տեմպը։ Եվ պետք չէ իրենց տուգանային հրապարակին սահմաններին մոտ այսպիսի վտանգավոր փոխանցումներ կատարել եւ ուժեղ հարված առաջ։ Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Եվ գնդակը խաղի մեջ կմցնի Ադոլֆ Հայրապետյանը։ Փոխանցում դեպի Աչեզեր, Արտուր Ալավերդյան։ Եվ կրկին ետ փոխանցում։ Այո, այսօր խաղում են ֆուտբոլ մի կողմից հոգևոր կենտրոնից, մյուս կողմից ամուր եւ համախմբված համայնքից։ Այսպիսի հանդիպումները իհարկե ցույց են տալիս սիրողական ֆուտբոլի իրական պատկերը։ Էջմիածինը ֆուտբոլային մշակույթի նոր շունչ է փորձում բերել քաղաք, դուրս եկած միայն եկեղեցական պատմությունից դեպի մարզական ներկայություն։ Իսկ հա Զովունին ապացուցում է, որ նույնիսկ փոքր համայնքը կարող է ստեղծել թիմ, որը մրցում է ամենաբարդ հանդիպումներում արժանապատվորեն։ Պետք է փոխանցում կատարել, շրջափակել են Էջմիածնի ֆուտբոլիստերին, բայց կարողանում են գնդակ պահել, ոչ վարքյանները անց կրկին գնդակի կորուստ, ինչպիսի խառը իրավիճակ է դաշտի կենտրոնում։ Էջմիածինը Աչեզրով փորձում է կազմակերպել իր հերթական գրոհը։ Արտուր Ալավերդյան եւ ուժեղ հարված դեպի ձախ եզեր Նարեկ Սարգսյան, ետ փոխանցում Ադոլֆ Հայրապետյան, շրջանցում է մրցակցի երկու ֆուտբոլիստների։ Գեղեցիկ փոխանցում էր, վտանգավոր գրող կարող է լինել, փոխանցում եւ կարողանում են խափանել գրոհը Զովունու ֆուտբոլիստները, բայց վարքյաններ անց կրկին գնդակի կորուստ սեփական տուգանայինում խաղի կանոնների խախտում գծում են Զովունու ֆուտբոլիստին եւ դարպասապահը գնդակը կմցնի խաղի մեջ։ Վտանգավոր դրությունը այստեղ հեռացնում են գնդակը, բայց մնում է Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ։ Զովունու ֆուտբոլիստները դեռևս կարողանում են կազմաքանթել մրցակցի գրոհները եւ
Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Այո, բարեկամներ, սիրողական ֆուտբոլի լիգայի կարևորությունը մեծ է Հայաստանի ֆուտբոլային էկոհամակարգի համար։ Սիրողական լիգան իհարկե նպաստում է, որ ավելի շատ երիտասարդներ, մարզիկներ եւ մարզական համայնքներ ներգրավվեն ֆուտբոլում։ Սա իհարկե նպաստում է նաեւ առողջ ապրելակերպի տարածմանը եւ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին, հատկապես մարզերում։ Բայ Մուրադյանը խաղում է Ռաֆիկ Ղարիբյանի հետ եւ սխալ փոխանցում։ Ինչպես նշեցի, սիրողական ֆուտբոլը նաև նպաստում է մարզային ֆուտբոլի զարգացմանը։ Շատ թիմեր ներկայացնում են մարզեր սիրողական ֆուտբոլում, ինչպիսիք են օրինակ Վայքը, Գառնին, Ծաղկաձորը, Ջավախքը եւ այլն։ Սիրողական լիգան խթանում է իհարկե համայնքներում ֆուտբոլի վերածնունդը։ Այն նաև կարող է խթան հանդիսանալ նաև տաղանդավոր ֆուտբոլիստների համար, ովքեր կարող են սիրողականից անցում կատարել դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Պետք չէ շտապել եւ պետք է հանգիստ պարզապես գնդակը հեռացնել սեփական կիսադաշտից։ Գեղեցիկ է խաղում այստեղ Էջմիածնի ֆուտբոլիստը։ Գնդակի ուղղությունը տեղափոխում է ձախ աջ եզր։ Կենտրոնով շարժում է առաջ Էջմիածնի ֆուտբոլիստը, գեղեցիկ փոխանցում էր դեպի ձախ եզր։ Նարեկ Սարգսյանը չի հասնում գնդակին եւ կրկին խաղի մեջ կմսնի գնդակը Արթուր Հովանեսյանը։ Ուժեղ հարված առաջ եւ առաջինը գնդակին դիմավորում է Էջմիածնի ֆուտբոլիստը։ Այո, Զովոնու ֆուտբոլիստները փորձում են, ամեն դեպքում փորձում են ներխուժել մրցակցի Տուգանային հրապարակ, դրան փորձում են հասնել երկար փոխանցումներով, այստեղ հասնում է գնդակին Նարեկ Սարգսյանը եւ ետ փոխանցում դարպասապահ Վահե Մուրադյանին։ Խլում են գնդակը Զովոնու ֆուտբոլիստները, վտանգավոր գրող կարող է լինել եւ կորցնում է գնդակը։ Փորձում էր անցնել մի քանի ֆուտբոլիստի արանքով, բայց Էջմիածնի ֆուտբոլիստները խափանում են գրողը։ Ուժեղ հարված առաջ, չի հասնում գնդակին եւ խաղից դուրս վիճակ։ Գլխավոր մարզիչները ցուցումներ են տալիս իրենց ֆուտբոլիստներին։ Եվ ետ փոխանցում դարպասապահ Արթուր Հովանեսյանին։ Դանդաղ են ամեն դեպքում պաշտպանությունից դուրս գալիս Զովոնու ֆուտբոլիստները, ուժեղ հարված առաջ։ Եվ ինչ է խաղի կանոնների խախտում, այո։ Փոխանցում։ Այո, գեղեցիկ փոխանցում փորձեց կատարել Էջմիածնի ֆուտբոլիստը, բայց գնդակը չհասավ խաղանկերոջը եւ ինչ անկյունային հարված։ Այո, դերևս առաջին անկյունային այսօրվա հանդիպման այն կիրացնեն Էջմիածնի ֆուտբոլիստները։ Բարեկամներ, նաև ներկայացնեմ հանդիպման մրցավարներին, գլխավոր մրցավարը Գարիկ Բեգյանն է, նրա օգնականներն են Արսեն Պետրոսյանը եւ Վահե Սարգսյանը։ Անկյունային իրացված է, հեռացնում են գնդակը Զովոնու ֆուտբոլիստները, բայց մնում է գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ, ապարդյուն հարված։ Այո, շատ են կորցնում Զովոնու ֆուտբոլիստները բարձր իրավիճակներում եւ գնդակը
Շատ կարճ ժամանակում հայտնվում է մրցակցի մոտ եւ ետ փոխանցում Վահե Մուրադյանին։ Կրկին Էջմիածինն է գնդակով։ Եվ փոխանցում դեպի Ադոլֆ Հայրապետյանը։ Գտնում է խաղընկերոջը փոխանցում։ Գեղեցիկ էր։ Վարդան Վարդանյան չի հասնում գնդակին։ Եվ չի հասնում գնդակին Զովունու ֆուտբոլիստ Արման Մանուչարյանը։ Եվ այստեղ խաղի կանոնների խախտում դարպասապահի նկատմամբ։ Հուսամ լուրջ չէ վնասվածքը։ Այո, հիշեցնեմ նաև, որ հանդիպումը տեղի ունենում Ուրարտու մարզադաշտում։ Իդեպ նշեմ նաև, որ բարեկամներ վերջերս Ուրարտու մարզաբազայում հյուր էին լեգենդար մարզիկներ, Եվրոպայի չեմպիոններ Վարազդատ Լալայանը եւ Գարիկ Կարապետյանը։ Ծանոթները ներկա գտնվեցին երեխաների մարզմանը, այնուհետև հարց պատասխան ունեցան ակադեմիայի սաների հետ։ Իսկ վերջում իհարկե Ուրարտուի գլխավոր տնօրեն Դավիթ Շահբազյանը անվանական մարզաշապիկներ հանձնեց ծանոթներին։ Ուրարտուն իր մարզաբազայում շատ հաճախ է ընդունում լեգենդար մարզիկների, սա կարծում եմ բավականին լավ քայլ է, մոտիվացնող քայլ է երեխաների համար, շփվելով լեգենդների հետ, իհարկե տալով իրենց ուզող հարցերը, լեգենդերն էլ իրենց կողմից իհարկե փորձում է ոգևորել երեխաներին։ Ահա տեսեք Էջմիածինն է գրոհում եւ կորցնում են գնդակը, այնուհետև փորձում խլել, բայց Զովունի շարժում է առաջ, գեղեցիկ էր եւ խաղի կանոնների խախտում Արամ Մարտիրոսյանի հետ պայքարում։ Այո, գրոհում է Զովունին տարբեր ուղղություններով։ Օգտագործում է թե լայնակի փոխանցումները եւ թե փորձում են Զովունու ֆուտբոլիստները գեղեցիկ խաբկերի միջոցով ազատվել մրցակցի ֆուտբոլիստներից, փոխանցում տուգանային հրապարակ եւ հեռացնում են գնդակի Էջմիածնի ֆուտբոլիստները։ Աբուբակար եւ ուժեղ հարված առաջ, բայց փակում է Զովունու ֆուտբոլիստը գնդակը, սակայն չի հասնում գնդակին։ Թերևս երկու թիմերն էլ անում են հնարավոր ամեն ինչ բացելու հանդիպան հաշիվը, սակայն լուսատախտակին դեռ զրոներ են։ Կրկին ետ փոխանցում դարպասապահին։ Ուժեղ փոխանցում դեպի առաջ, տեսեք ինչպիսի գեղեցիկ փոխանցումներ են կատարում միմյանց Էջմիածնի ֆուտբոլիստները, ինչպես են զգում գնդակը։ Եվ կրկին հարված դարպասից։ Արտուր Հովհաննիսյանը ուժեղ հարված է կատարում դեպի առաջ, բայց ապարդյուն։ Ինչպիսի պարզ իրավիճակում գնդակի կորուստ, հարված դարպասին եւ ինչ է այստեղ։
Այո, բացված է հաշիվը։ 1-0 գոլի հեղինակ է դառնում Արշակ Պողոսյանը եւ Էջմիածնի ջանքերը պսակվում են հաջողությամբ։ Հարվածի պահին մի պահ թվաց թե խաղից դուրս վիճակում էր մինչ հարվածել է Էջմիածնի ֆուտբոլիստը, բայց ամեն ինչ մաքուր է, գոլն արձանագրված է եւ 1-0, ինչպես ասում են, գոլը հասունանում էր եւ իհարկե Էջմիածնի ջանքերը իզուր չէին, պսակվում են հաջողությամբ եւ Զովունին հայտնվում է բարդ իրավիճակում։ Ետ փոխանցում դարպասապային եւ ուժեղ հարված դեպի առաջ։ Աբուբակար կորցնում է գնդակը պարզ իրավիճակում։ Խճճվում է Զովունու ֆուտբոլիստը եւ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Խլում են գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները։ Ռաֆիկ Ղարիբյան փոխանցում կենտրոն։ Խլում է գնդակը, խլում են Զովունու ֆուտբոլիստները գնդակը եւ փորձում շարժվել առաջ եւ իրենց հերթական հակագրոհը կազմակերպել։ Գևորգ Զարգարյան փոխանցում առաջ։ Վտանգավոր կարող է ստացվել։ Եվ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Առաջին փոփոխություն այսօրվա հանդիպման Զովունու կազմում խաղադաշտ է դուրս գալիս Արման Բարսեղյանը, խաղադաշտը լքում է Էրիկ Բաբաջանյանը։ Այո, Վահրամ Գևորգյանը հենց առաջին խաղակեսում առաջին փոփոխությունն է կատարում։ Եվ փոփոխություն նաև Էջմիածնի կազմում խաղադաշտը լքում է Գարիկ Գիգոլյանը։ Եվ խաղադաշտ է մտնում Գյորգի Կատենկովը։ Համար 2 կրկին Էջմիածինն է գրոհում։ Արարատ Չիլինգարյան փոխանցում դեպի կենտրոն։ Ռաֆիկ Ղարիբյան փոխանցում Աջազար գեղեցիկ փոխանցում էր։ Տեսնենք, փոխանցում Տուգանային հրապարակ եւ հերթական անկյունայինը։ Հերթական անկյունայինը գիրացնեն Էջմիածնի ֆուտբոլիստները։ Եվ տեսեք երկրորդ փոփոխությունն է պատրաստում Անատոլի Գաբրիելյանը։ Խաղադաշտը պատրաստում դուրս գալ Սևակ Մանուչարյանը, տեսնենք ում փոխարին կմտնի խաղադաշտ։ Փոխանցում մնում է գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ։ Գեղեցիկ էր եւ խախտում է խաղի կանոնները, բայց այստեղ պետք է նշել իհարկե Էջմիածնի ֆուտբոլիստի հրաշալի փոխանցումը, փորձում էր հարվածային դիրք դուրս բերել խաղանկերոջը եւ հարված Արթուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից։ Փոխանցում առաջ եւ Արամ Մարտիրոսյան խլում են գնդակը եւ կրկին գնդակը եւ գնդակի ուղղությունը տեղափոխում է Ձախեզար։ Ուժեղ հարված առաջ
չի հասնում գնդակին եւ գնդակ միանգամից կրկնակի փոփոխություն է պատրաստում Անատոլի Գաբրիելյանը խաղադաշտին դուրս գալիս Խաղադաշտին դուրս գալիս Սևակ Մանուչարյանը եւ Հենրիխ Համբարձումյանը իսկ խաղադաշտը լքում են Նարեկ Սարգսյանը եւ Վարդանյանը Զովունին է գնդակով եւ գնդակը խաղի մեջ կմցնեն Էջմիածնի ֆուտբոլիստները Փոխանցում առաջ վտանգավոր դրություն է եւ հասնում է գնդակին դարպասապահը Կրկին Զովունին փորձում է ձեռնարկել իր հերթական հակակրողով Վաչե Վարդանյան փոխանցում դեպի առաջ, բայց Ռաֆիկ Ղարիբյանը առաջինն է հասնում գնդակին եւ ետ փոխանցում դարպասապահ Վահե Մուրադյանին Ղարիբյան փոխանցում կատարեց խաղընկերոջը եւ անհաջող էր փոխանցումը Այո, Զովունու ֆուտբոլիստները իհարկե առաջին կեսում շեշտը դնում են երկար փոխանցումների վրա, բայց դեռևս փոխանցումները ճշգրիտ չեն լինում եւ վարկյաններ անց այն հայտնվում է մրցակցի մոտ Ռաֆիկ Ղարիբյան Գեղեցիկ է խաղում այստեղ Էջմիածնի Պետք է փոխանցում կատարել Աբուբակար հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում եւ գոլի հեղինակ է դառնում Աբուբակար Սիլան 2-0 2-0 եւ Զովունու ֆուտբոլիստները հայտնվում են ծանր իրավիճակում Իհարկե պետք է այստեղ նշենք Աբուբակար Սիլայի հուշկու հարվածը եւ երկու գնդակներն էլ Էջմիածինը խփում է հեռահար հարվածից եւ այս պահին տեսեք գնդակը խաղի մեջ են մտցնում Էջմիածնի ֆուտբոլիստները Հերթական փոփոխությունը
Հերթական կրկնակի փոփոխությունը ես կասեի խաղադաշտը մտում Արամայիս Մելքոնյանը եւ Սարգիս Աբրահամյանը խաղադաշտը լքում են Արշակ Պողոսյանը գոլի առաջին գոլի հեղինակը եւ Վահե Մուրադյանը Չնայած այն փաստին որ Էշմիածինը հաղթում է 2-0 հաշվով այնուամենայնիվ Էշմիածինի գլխավոր մարզիչ Անատոլի Գաբրիելյանը կրկնակի փոփոխություն է կատարում ել ավելի զարգացնելու իրենց հաջող փորձելով ել ավելի զարգացնել իրենց հաջողությունը եւ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից Հենրիկ Համբարձումյանն է այն մտնում խաղի մեջ Համբարձումյան եւ գնդակի կորուստ պարզ իրավիճակում Ինչ են անում Զովոնու ֆուտբոլիստները կարծես թե փոքրիկ խոճապ է Զովոնու ֆուտբոլիստների մոտ խաբս է տալիս եւ կրկին գնդակի կորուստ Հենրիկ Համբարձումյան փոխանցում կրկին Համբարձումյան վտանգավոր դրություն է եւ հեռացնում են գնդակը Գեղեցիկ խաբկով ազատվում է մրցակցի ֆուտբոլիստից եւ կրկին Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ է գնդակը։ Բարեկամներ պետք է փաստենք, որ Զովոնու ֆուտբոլիստները բավականին տեխնիկապես զարգացած են եւ վտանգավոր է այստեղ, տեսնենք, վտանգավոր դրություն է, հարված եւ 3-0 գոլի հեղինակը փոխարինման դուրս եկած Սևակ Մանուչարյանն է Այո, 3-0 Ֆանտաստիկ մարզավիճակում են գտնվում Անատոլի Գաբրիելյանի ֆուտբոլիստները եւ հենց առաջին խաղակեսում 3-0 Երբ փոխանցում թիմի ավագ Ռաֆիկ Ղարիբյանին, կրկի Ղարիբյան Գեղեցիկ է այստեղ վարվում գնդակի հետ Էջմիածնի ֆուտբոլիստները վարպետորեն իհարկե սա եւս արվեստ է գնդակի հետ ինչպես վարվել, ինչպես փոխանցում կատարել, ինչպես ընդունել դա իհարկե ֆուտբոլային արվեստի մի մաս է երկար հարված փոխանցում առաջ Աբուբակար Սիլա, փոխանցում կենտրոն Կրկին Սիլա Արտուր Ալաբերդյան փոխանցում եւ անհաջող էր փոխանցումը Զովունին է գնդակով եւ փորձում է ազատվել մրցակցի ֆուտբոլիստից, բայց օգնության է հասնում խաղանկերը կրկին Զովունին է գնդակով փոխանցում դեպի կենտրոն Արամ Սահակյան փոխանցում Անդրանիկ Սարգսյանի մոտ է եւ խլում են գնդակի Էջմիածնի ֆուտբոլիստները Եվ իդ փոխանցում Ղարիբյան խաղում է Աբուբակարի հետ Կրկին Սիլան է գնդակով, փոխանցում, վտանգավոր դրություն է, եւս մեկ փոխանցում Սիլա, հարված, գոլ
Գոլ բարեկամներ, դուբլի հեղինակ է դառնում Աբուբաքար Սիլան, գեղեցիկ հարված էր։ Գեղեցիկ հարված էր և Աբուբաքար Սիլան հաշիվը դարձնում է ջախջախիչ 4-0։ Ինչպիսի հրաշալի խաղ են ցույց տալիս այսօր Էջմիածնի ֆուտբոլիստները։ Այո, այսօր առաջին խաղակեսում դեռևս խփված 4 գոլերն էլ գեղեցիկ հարվածների արդյունք էին, հեռահար վերջին գնդակը ոչ այդքան հեռվից եւ ոչ այդքան հուժկու, բայց եւ այնպես դիպուկ եւ գեղեցիկ կորագծով գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը Ադոլֆ Հայրապետյան եւ կորցնում է գնդակը Արամայիս Մելքոնյանը։ Զովունին է գնդակով եւ կրկին գնդակի կորուստ պարզ իրավիճակում եւ վարքյաններ ան Զովունին նորից վերցնում է գնդակը։ Էջմիածինն է գրոհում Արթուր Ալավերդյան փոխանցում դեպի դուգանային հրապարակ եւ հեռացնում են գնդակը Զովունու ֆուտբոլիստները։ Շարժվեն առաջ Հայկ Բարսեղյանն է փոխանցում կրկին Զովունու մոտը եւ ուժեղ հարված դեպի փոխանցում դեպի դուգանային հրապարակ եւ դարպասապահը հանգիստ վերցնում է գնդակը եւ Աբուբաքար Հենրիկ Ամբարձումյան եւ վերջ բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտված է։ Առաջին կեսից հետո Էջմիածնի ֆուտբոլիստները հաղթում են 4-0 հաշվով։ Այս պահին կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում ընկերական հանդիպում սիրողական ֆուտբոլի երկու հրաշալի թիմերի մասնակցությամբ Էջմիածին եւ Զովունի թիմերն են այսօր խաղում։ Առաջին կեսից հետո հաշիվն է 4-0 օգուտ Էջմիածնին։ Հրաշալի ֆուտբոլ խաղացին առաջին կեսում Անատոլի Գաբրիելյանի ֆուտբոլիստները, իհարկե նաեւ պետք է փաստենք, որ չնայած հաշվին, բայց Զովունու ֆուտբոլիստները այնուամենայնիվ փորձում էին համառորեն պայքարում էին, ուղիներ էին փնտրում դեպի մրցակցի կիսադաշտը, բայց Զովունու ֆուտբոլիստերին պակասում էր դիպուկությունը եւ երկրորդ խաղակեսը մեկնարկում է։ Հուսանք, որ երկրորդ խաղակեսում եւս ականատես կլինենք գոլառատ եւ դիտարժան խաղի։ Այս պահին, սիրելի ֆուտբոլասերներ, երևի թե արդեն ծանոթանանք, հիշեցնեմ մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Սկսենք Էջմիածնի ֆուտբոլիստներից։ Ես կներկայացնեմ այն ֆուտբոլիստերին, ովքեր սկզբում կներկայացնեմ այն ֆուտբոլիստերին, ովքեր մեկնարկային րոպեներից խաղադաշտում էին եւ ապա դրանից հետո կներկայացնեմ նաեւ փոփոխությունները, քանի որ մի քանի փոփոխություններ կատարեցին գլխավոր մարզիչները առաջին կեսում։ Դե ինչ Էջմիածին դարպասում առաջին րոպեներից մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր Վահե Մուրադյանը, համար 4 Ռոբերտ Խլղատյան, համար 6 թիմի ավագ Ռաֆիկ Ղարիբյան,
Համար 14 Արշակ Պողոսյան, համար 7 Արթուր Ալավերդյան, համար 21 Ադոլֆ Հայրապետյան, համար 5 Գարիկ Գիգոլյան, համար 8 Վարդան Վարդանյան, համար 20 Արարատ Չիլինգարյան, համար 12 Նարեկ Սարգսյան եւ համար 22 Աբուբակար Սիլա, գլխավոր մարզիչը Անատոլի Գաբրիելյանն էր։ Եվ բարեկամներ պետք է նաև նշեմ, որ առաջին կեսում փոխարինման դուրս եկան Արամայիս Մելքոնյանը, Սևակ Մանուչարյանը եւ Գյորգի Կոստենկովը եւ իհարկե դարպասապա Սարգիս Աբրահամյանը։ Անցնենք Զովունուն։ Դարպասում Արթուր Հովանեսյան համար 1 Էջմիածին է գրոհում։ Հարված եւ գնդակը դիպչում է դարպասածողին, ինչպիսի հուշկու հարված էր։ Վարդան Վարդանյանն էր հարվածում դարպասին։ Շարունակեմ ներկայացնել կազմը համար 18 Վաչե Վարդանյան, համար 17 Անդրանիկ Սարգսյան, համար 16 Արամ Սահակյան, համար 21 Արտյոմ Սահակյան, համար 8 Արամ Մարտիրոսյան, համար 6 թիմիավակ Գևորգ Զարգարյան, համար 7 Էրիկ Բաբաջանյան, համար 19 Արման Մանուչարյան, համար 13 Հայկ Բարսեղյան եւ համար 9 Գոր Բրուտյան, գլխավոր մարզիչը Վահրամ Գևորգյանն է։ Իսկ Զովունու կազմում խաղադաշտ դուրս եկան փոխարինման Արման Բարսեղյանը եւ Սամբատ Գևորգյանը։ Ինչպես նաեւ Շահեն Ավետիսյանը Զովունուն է գնդակով։ Արման Բարսեղյան եւ կրկին գնդակի կորուս Զովունու ֆուտբոլիստների կողմից։ Ինչ է խաղի կանոնների խախտումը այստեղ արձանագրում մրցավարը։ Այո, առաջին խաղակեսը բավականին հաջող խաղաց Էջմիածինը, որի արդյունքում ունենք 4-0 հաշիվ։ Զովունին է գնդակով։ Աբուբակար փոխանցում է խաղընկերոջը, վտանգավոր դրություն է այստեղ։ Արամայիս Մելքոնյան վտանգավոր դրություն է փոխանցում, հարված գոլ։ Գոլ բարեկամներ 5-0 5-0 Ինչպիսի հանդիպում է, ինչպիսի հանդիպում։ Գոլի հեղինակ է դառնում Սևակ Մանուչարյանը բարեկամներ։ Այո, ինչպիսի հանդիպան ականատես ենք լինում, ինչպիսի գոլ առատ հանդիպում, դիտարժան հանդիպում։ Եվ սա սիրողական հանդիպում է, որը ոչինչով չի զիջում պրոֆեսիոնալ ֆուտբոլին։ Այո, սիրողական ֆուտբոլը իսկապես ֆուտբոլի հոգին է։ Կա նույն սերը, նույն նվիրումը մարզաձևի նկատմամբ, ինչ պրոֆեսիոնալ ֆուտբոլում է։ Այս խաղացողներից շատերը աշխատանքից հետո իհարկե երեկոյան ժամերին են մարզում, բայց շաբաթօրյա խաղերին դուրս են գալիս խաղադաշտ նույն եռանդով, ինչպես պրոֆեսիոնալները։ Զովունին է գնդակով։ Գեղեցիկ փոխանցում էր, գեղեցիկ էր։ Շարժում է առաջ, պետք է փոխանցում կատարել, փոխանցում եւ հերթական անկյունային հարվածը կիրացնեն Էջմիածնի ֆուտբոլիստները։ Անկյունայինը կիրացնի Արարատ Չիլինգարյանը։
փոխանցում հեռացված է գնդակը, բայց այն մնում է Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ։ Գեղեցիկ են խաղում Էջմիածնի ֆուտբոլիստները, վտանգավոր դրություն կարող է լինել եւ անհաջող էր հարվածը։ Ուժեղ հարված առաջ։ Աբուբակար Սիլա, փոխանցում Ձախեզր։ Չեն շտապում Էջմիածնի ֆուտբոլիստները։ Փոխանցում առաջ։ Ալավերդյան, փոխանցում Ձախեզր։ Հերու տարածությունից դարպասին հարվածում է Արարատ Չիլինգարյանը, բայց թույլ էր հարվածը եւ դարպասապահը շատ հանգիստ վերցնում է գնդակը եւ այն ուղարկում դեպի խաղընկերոջը, փոխանցում առաջ։ Ալավերդյան եւ անհաջող էր փոխանցումը։ Փոխանցում դեպի Աջեզր կհասնի գնդակին Զովունու ֆուտբոլիստը ոչ առաջինը գնդակին ասում է Ադոլֆ Հայրապետյանը եւ այն ուղարկում դեպի դարպասապահը։ Եվ պատասխան գրոհը փոխանցում առաջ կհասնի գնդակին Էջմիածնի ֆուտբոլիստը, հերթական փոխանցումը Արամայիս Մելքոնյան։ Գեղեցիկ էր, տեսել էր խաղընկերոջը, կրկին Էջմիածնին է գրոհում հարված եւ շեղ էր հարվածը։ Հարձակման կրակագծում հայտնվել էր Սևակ Մանուչարյանը։ Եվ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Բարեկամներ, կարծում եմ տեղյակ եք, որ վերջին շրջանում, վերջին օրերի ընթացքում բավականին խոսում այս թեմայի շուրջ, մրցավարական կոպիտ սխալների պատճառով Էջմիածնի ֆուտբոլային ակումբը դուրս է գալիս սիրողական ֆուտբոլի ալիգայից եւ դրան արձագանքում են իհարկե ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, հանդիպում են ունենում ակումբի վտանգավոր դրությունը այստեղ հարված դարպասին եւ 6-0 տեսեք ինչպիսի գեղեցիկ ձևով են տոնում իրենց հերթական գոլը Էջմիածնի ֆուտբոլիստները եւ գոլի հեղինակ է դառնում Արթուր Ալավերդյանը։ Եվ հերթական փոփոխություն Էջմիածնի կազմում, խաղադաշտ է դուրս գալիս Արշակ Պողոսյանը, առաջին գոլի հեղինակը, եւ դաշտը լքում է Աբուբակար Սիլան։ Բարեկամներ, շարունակեմ միտքս այդ փաստին արձագանքում են ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ հանդիպան ընթացքում հանդիպում են ունենում ակումբի ղեկավարության հետ եւ ինչպես տեղեկացանք Էջմիածին ֆուտբոլային ակումբի մենեջեր Գոհար Ավետիսյանից, երկու կողմերը եկել են ընդհանուր հայտարարի եւ հուսանք, որ եկող մրցաշրջանից սկսած Էջմիածնին կրկին կտեսնենք սիրողական ֆուտբոլի ալիգայում։ Կրկին Էջմիածինն է գրոհում։ Ետ փոխանցում։
Չեն շտապում Անատոլի Գաբրիելյանի ֆուտբոլիստները, բայց չշտապելով 6 գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը Ալավերդյան։ Խաղում է Արամես Մելքոնյանի հետ, կրկին Ալավերդյան։ Արշակ Պողոսյան, խաղում է Ալավերդյանի հետ, կրկին Մելքոնյան։ Վտանգավոր է և թույլ էր հարվածը։ Շատ հանգիստ վերցնում է Զովունու դարպասապահը և այն ուղարկում խաղընկերոջը։ Այստեղ փոքրիկ խախտում Էջմիածնի ֆուտբոլիստի կողմից։ Եվ գնդակը անցնում է Էջմիածնի դարպասապահին։ Ետ փոխանցում թիմի ավագ Ռաֆիկ Ղարիբյան, փոխանցում առաջ, անհաջող էր փոխանցումը, Արման Բարսեղյան և ետ փոխանցում դարպասապահին։ Այո, դժվարությամբ են Զովունու ֆուտբոլիստները անցնում միջին գիծը։ Էջմիածնի ֆուտբոլիստները ինչպես հրաշալի կերպով գրոհում են և խփում են գնդակներ, այնպես էլ հրաշալի կերպով պաշտպանվում են և թույլ չեն տալիս մրցակցին նույնիսկ հատել միջին գիծը։ Հատելու դեպքում էլ շատ արագ կորցնում են Զովունու ֆուտբոլիստները գնդակը։ Գոր Բրուտյան, կորցնում է Բրուտյանը գնդակը և Ռաֆիկ Ղարիբյան փոխանցում Ալավերդյան և չի կարողանում ընդունել գնդակը Արթուր Ալավերդյանը։ Գնդակը խաղի մեջ մտցրեց թիմի ավագ Գևորգ Զարգարյանը։ Հատաշեք ինչպիսի համար պայքար են մղում Զովունու ֆուտբոլիստները։ Գևորգ Զարգարյան և սխալ փոխանցում։ Դե բարեկամներ, սիրողական ֆուտբոլը բավականին մեծ տարածում ունի ամբողջ աշխարհով։ Վտանգավոր է Արամայիս Մելքոնյան, մտնում է Տուգանային հրապարակ, հարված և դարպասածողն է փրկում այս պահին Զովունու ֆուտբոլիստներին։ Քիչ էր մնում հաշիվը դառնար 7-0։ Օրինակ Անգլիայում հայտնի է Sunday League ֆուտբոլ մրցաշարը, ամենահռչակավոր սիրողական համակարգն է Sunday League-ն, որտեղ հազարավոր թիմեր են խաղում ամեն կիրակի։ Այս թիմերում երբեմն խաղում են նաև նախկին պրոֆեսիոնալներ, ովքեր պահպանում են իրենց մարզավիճակը կամ պարզապես վայելում են խաղը։ Գերմանիայում օրինակ հայտնի է Kreisliga-ն, որը տարածաշրջանային սիրողական լիգաների ցանցը, որտեղ խաղերը նույնպես շատ դիտարժան են անցնում, հաճախ նաև երկրպագուների բազմահազարանոց երկրպագուների ուղեկցությամբ։ Շատ գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ սկսել են հենց այդ սիրողական համակարգից։ Կրկին Էջմիածինն է գնդակով։ Մելքոնյան։ Գնդակի ուղղությունը տեղափոխում են Ձախեզար։ Խաղի կանոնների խախտում։ Եվ փոփոխություն է պատրաստում Վահրամ Գևորգյանը։ Խաղադաշտ է դուրս գալիս Դավիթ Թոնգուրյանը։
ուժեղ հարված առաջ կրկնակի փոփոխությունը պատրաստում նաև Անատոլի Գաբրիելյանը խաղադաշտ են պատրաստում դուրս գալ Վարդան Վարդանյանը եւ Գարիկ Գիգոլյանը կրկին Զովունին է գրոհում ուժեղ հարված առաջ եւ անհաջող էր ուժեղ փոխանցում առաջ եւ փոխանցումը չհասավ հասցեատիրոջը կրկին գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ է Մելքոնյան խաղում է Ալավերդյանի հետ Արտուր Ալավերդյան շարժում է առաջ Սևակ Մանուչարյան դուրս է գալիս հարվածային դիրք եւ հարվածում դարպասին թույլ էր հարվածը Էջմիածնի ֆուտբոլիստները խաղում են այնպես ինչպես ցանկանում են գրոհում են այնպես ինչպես ցանկանում են եւ ի վերջո խփում են այնքան ինչքան ցանկանում են Բայց իհարկե նաև պետք է փաստենք, որ Զովունու կազմում եւս կան շատ հրաշալի ֆուտբոլիստներ, ովքեր օժտված են հրաշալի տեխնիկայով եւ մեծ նվիրում ունեն թե թիմին, թե մարզաձևին, ուժեղ փոխանցում առաջ եւ եզրային մրցավարը արդեն բարձրացրել է դրոշակը խաղից դուրս վիճակ Կարծում եմ արդեն կարելի է թույլ տալ կատարել փոփոխությունը Ոչ, սպասում է գլխավոր մրցավարը գրոհից հետո նոր թույլատրի կատարել փոփոխությունները կրկին Էջմիածինն է գրոհում Գեղեցիկ Խաբկով ցանկացավ ազատել մրցակցի ֆուտբոլիստի հետապնդումից, բայց գնդակի կորուստ Եվ կրկնակի փոփոխություն Արամ Մարտիրը Կոշներողություն Վարդան Վարդանյան եւ Գարիկ Գիգոլյան մտնում են խաղադաշտը լքում են Արամայիս Մելքոնյանը եւ Սևակ Մանուչարյանը Իդե բարեկամներ անդրադառնալով միջազգային սիրողական ֆուտբոլին պետք է նաև նշեմ թե Ճապոնիայում ինչպես է այս մրցաշարը անցկացվում Ճապոնիայում սիրողական թիմերից մեկը Ryukyun այնքան լավ է խաղում որ անգամ այդ թիմը անցել է J-լիգա համակարգ իսկ Իսլանդիայում սիրողական ֆուտբոլն այնքան ամուր համակարգ ունի որ ձմռան ամիսներին ձան պայմաններում խաղերը շարունակում են նույնիսկ փակ դահլիճներում Զովունին է գնդակով Բարսեղյան Կրկին Բարսեղյան Փոխանցում Տուգանային հրապարակ եւ հեռացնում են գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստները Ինչպիսի հանգիստ են գործում, ինչպիսի հանգիստ առանց խուճապի մատնվելու երկար փոխանցում առաջ կհասնի գնդակին, այո, հասնում է գնդակին Գարիկ Գիգոլյանը, Գիգոլյան Ետ փոխանցում Ալավերդյան թողնում է գնդակը խաղընկերոջը Գեորգի Կոտենկով
եւ սխալ փոխանցում, բայց մնում է գնդակը Էջմիածնի ֆուտբոլիստների մոտ Ալավերդյան եւ իդ փոխանցում Ռաֆիկ Ղարիբյանին Գրոհի ուղղությունը տեղափոխում է դեպի կենտրոն Ալավերդյան Գյորգի փոխանցում Ալավերդյան պետք է հարվածել եւ թույլ էր հարվածը բայց ամեն դեպքում վտանգավոր էր Ռոբերտ Խլղատյան Երկար փոխանցում առաջ հասնում է գնդակին Գիգոլյանը փոխանցում հարված էր սա ավելի շատ եւ բարձր էր հարվածը Ինչպիսի խելահեղ պայքար է խաղադաշտում բարեկամներ եւ փոփոխություն Էջմիածնի կազմում խաղադաշտը լքում է Գյորգի Կոստենկովը նրան փոխարինում է Նարեկ Սարգսյանը համար 12 եւ փոփոխություն է պատրաստում նաեւ Վահրամ Գևորգյանը խաղադաշտը դուրս գալիս Անդրանիկ Սարգսյանը Եվ խաղադաշտը լքում է Վաչե Վարդանյանը Էջմիածինն է գրոհում Ալավերդյան Ադոլֆ Հայրապետյան խաղում է խաղանկերոջ հետ Ղարիբյան փոխանցում Ռոբերտ Խլղատյան Մելքոնյանը ինչպիսի գրակետ է գործում Արամես Մելքոնյանը եւ բայց վարկյաններ անց գործում գնդակը եւ Սարգսյան աչեզրով փորձում էր նետվել առած բայց նախընտրած փոխանցում կատարելը չի հասնի գնդակին Էջմիածնի ֆուտբոլիստը հարված դարպասից Սարգսյանը խլում է գնդակը, բայց խաղի կանոնների խախտման գնով։ Ղարիբյան խախտում է կանոնները Ղարիբյանը։ Ճիշտ է համար պայքար է, բայց մրցավարը դեռ չի դիմել դեղին քարտի օգնությանը։ Ալավերդյան Մելքոնյան կրկին Մելքոնյանը կհասնի գնդակին ոչ Գերազանցի խաղում Նարեկ Սարգսյանը և գնդակը դաշտի մեջ է մտցնում Անդրանիկ Սարգսյանը Հերթական փոփոխությունը Էջմիածնի կազմում խաղադաշտը լքում է Արտուր Ալավերդյանը և խաղադաշտը մտնում Աբուբակար Սիլյան այսօրվա հանդիպման հերոսներից մեկը ով դարձավ դուբլի հեղինակ Ոչ գնդակը խաղի մեջ է մտցնում Շահին Ավետիսյանը Եվ կրկին գնդակով Էջմիածնի ֆուտբոլիստներն են Այո, փորձում են, համառորեն փորձում են Զովունու ֆուտբոլիստները ուղիներ որոնել դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհներ գտնել, բայց դեռևս ապարդյուն վտանգավոր կարող է լինել այստեղ Չեն ցանկանում Էջմիածնի ֆուտբոլիստները կորցնել, մի պահ կորցնել գնդակը անդադար գրոհում են եւ
Կրկին Էջմիածինն է գրում Ռոբերտ Խլղատյան։ Գրում է Էջմիածինը ձախ եզրով։ Արամայիս Մելքոնյանը տեղափոխվել է ձախ եզր, Աբուբակար Սիլա։ Եվ դարպասապահը վերցնում է գնդակը։ Հերթական փոփոխությունները երրակի փոփոխություն է կատարում Անատոլի Գաբրիելյանը, խաղադաշտն են դուրս գալիս Սևակ Մանուչարյանը, Արամայիս Մելքոնյանը և դարպասապահ Վահե Մուրադյանը։ Երկար փոխանցում առաջ, վտանգավոր է։ Կրկին Զովունին է գնդակով։ Վտանգավոր է հարված դարպասին և դարպասապահը վերցնում է գնդակը։ Արարատ Չիլինգարյանն էր հայտնվել հարձակման կրակագծում։ Կրկին Չիլինգարյան։ Ռոբերտ Խլղատյան։ Աբուբակար Սիլա։ Հատեսեք ինչ հանգիստ են գործում Էջմիածնի ֆուտբոլիստները, խաբս է տալիս, հարված, գոլ, գոլ բարեկամներ, գոլի հեղինակ է դառնում Արշակ Պողոսյանը դառնալով դուբլի հեղինակ, 8-0 բարեկամներ։ Խաղադաշտը լքում է Հերիկ Ամբարձումյանը, դարպասապահ Սարգիս Աբրահամյանը, և կրկին Զովոնու ֆուտբոլիստները խաղը վերսկսում են դաշտի կենտրոնից։ Եվ ետ փոխանցում։ Գնդակի ուղղությունը տեղափոխում են ձախ եզր։ Վտանգավոր դրություն է այստեղ։ Պետք է փոխանցում կատարել, բայց հարվածում է դարպասապահ գերազանց է խաղում։ Ետ փոխանցում։ Բարեկամներ, այնքան էինք տարվել խաղով և այնքան շատ գնդակներ էին, որ
մեկ գնդակ, ինչպես ասում են, կեսկատակ մեր կողմից ավելացրեցինք Էջմիածնին, հաշիվը 7-0 բարեկամներ։ Ռոբերտ Խլղացյան Ղարիբյան խաղում է Աբուբակար Սիլայի հետ եւ սխալ համ ընդունում, համ սխալ փոխանցում։ Խլում է գնդակը այստեղ Արամայիս Մելքոնյանը եւ վարկյաններ անց կրկին գնդակի կորուստ։ Աբուբակար Սիլա եւ փոխանցում դեպի ձախ եզր։ Ինչ է այստեղ խաղի կանոնների խախտում, այո, խախտել է կանոնները Էջմիածնի ֆուտբոլիստը։ Ուժեղ հարված առաջ։ Վտանգավոր է։ Հարված, դարպասապա ետ է մղում։ Խաղից դուրս վիճակ, եզրային մրցավարը բարձրացրել է դրոշակը։ Հասնում է գնդակին Բարսեղյանը։ Փորձում ազատվել մրցակցի ֆուտբոլիստից եւ գնդակը արդեն դուրս էր եկել դաշտի սահմաններից եւ Բարսեղյանը կնետի խաղի մեջ գնդակը։ Եվ կրկին գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Կրկին զովունին է գրոհում Բարսեղյան։ Պետք է փոխանցում կատարել եւ ինչը 11 մետրանոց։ Այո, 11 մետրանոց հարված։ 11 մետրանոց հարված հենց Արման Բարսեղյանն էլ ստեղծեց այս 11 մետրանոցը եւ ինքն էլ կհարվածի։ Այս զովունու ֆուտբոլիստները կարող են խփել սփոփանքի գնդակը, այդքան սպասված գնդակը։ Բարսեղյան եւ Վահե Մուրադյան։ Տեսնենք։ Հարված եւ դարպասապահը տիրում է գնդակին։ Ինչպիսի հրաշալի սեյվի հեղինակ է դառնում Վահե Մուրադյանը, բայց ինչ է, այստեղ պետք է կրկնի 11 մետրանոցը։ Ափսոս, գեղեցիկ սեյվ էր։ Այո, պետք է կրկնել 11 մետրանոց հարվածը։ Տեսնենք, Բարսեղյան, հարված և գնդակը հայտնվում է դարպասում, մոտ էր հեռացնելուն, բայց ամեն դեպքում գնդակը հայտնվեց դարպասում և այդքան սպասված փոփանքի գնդակը արդեն խփված է։ Առաջին անգամ գնդակը խաղի կենտրոնից կվերսկսեն Էջմիածնի ֆուտբոլիստները։ Վերջ,
Վերջ բարեկամներ, հանդիպումը ավարտված է, մրցավար Գարիկ Բեգրյանը ազդարարում է հանդիպման ավարտը։ Էջմիածնի ֆուտբոլիստները ջախ-ջախիչ հաշվով հաղթում են Զովունուն, բայց պետք է նաև իհարկե արժանին մատուցել Զովունու ֆուտբոլիստների, քանի որ ամբողջ հանդիպման ընթացքում համառ պայքար մղեցին, բայց ունենք այնինչ ունենք։ Այո, ջախ-ջախիչ պարտություն, բայց կրկին անգամ արժանին մատուցենք Զովունու ֆուտբոլիստերին եւ իհարկե շնորհավորենք Էջմիածնի ֆուտբոլիստերին, մարշչական շտաբին, ղեկավարությանը հրաշալի հաղթանակի եւ հրաշալի խաղի կապակցությամբ եւ մենք էլ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, միշտ օր հանդիպում։